Բարի լույս շատ ելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը, այսօր ուրբաթ է եւ աշխատանքային շաբաթվա առավոտը սկսում ենք միասին բարձր տրամադրությամբ։ Այո, բարի լույս բոլորին, մենք եթերում ենք եւ ունենք այդ հնարավորությունը ձեզ ողջունելու։ Սա յուրաքանչյուր համար մեզ համար տոն է եւ բնականաբար այս տոնի անմիջական մասնակիցը նաեւ դուք եք։ Սուրենն ու Սոնան են այսօր եթերում, այսօր մեր եթերը հյուրաշատ է լինելու եւ մենք փորձելու ենք մեր հյուրերի հետ միասին այդ լավ տրամադրությունը հաղորդել ձեզ։ Այնպես որ մնացեք մեզ հետ եւ հիշեք, որ առավոտը սկսում եք մեզ հետ, իսկ երեկոն ավարտում ընկերների ու հարազատների շրջապատում։ Միանշանակ ընկեր ձեզ կարող է լինել նաև Բրիզը, Ռոզե փրփրուն գինին, որը ներկայացնում է Ջևանի գինու գործարանը։ Այս գինին հաստատ հիանալի համադրություն կլինի ձեզ շքեղ երեկոների համար, հատկապես նախատոնական տրամադրության մեջ։ Եվ այսօր 12-12-ն է վերջապես, այսինքն դեկտեմբերի 12 եւ կարող եք երազանք պահել ու նոր գինին խմել, այդպես ավելի էֆեկտիվ կլինի վստահ եմ եւ Դարեք ժամը 12-ին, 12-12-12 Նումերոլոգ Սուրենը։ Եվ իհարկե այս ամենին միավորեք առավոտյան մարզումները, որովհետեւ ֆիզիկապես առողջ լինելը շատ կարեւոր է եւ քանի որ ձմեռ է, ցուրտ է եւ վիրուսները տարածված են, պետք է պատրաստվել ցրտաշունչ ձմռանը եւ կարողանալ ֆիզիկապես շատ առողջ լինել։ Այդ հարցում մեզ մշտապես օգնում է մեր գործընկերը Ակվատեկ համալիրը, իսկ Ակվատեկը քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկն է։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Ակվատեկ համալիրում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքիր եւ օգտակար զբաղմունք։ Բարի լույս ձեզ, այսօր կանենք ոտքերի հետ կապված վարություններ։ Հիմա ոտքերը մի փոքր լայն բացում ենք եւ պրիսիդանի ենք անում։ Իջնում ենք մինչև 60 աստիճան եւ բարձրանում ենք։ Եվ կատարում ենք 15 անգամով, 2 անգամ մոտեցման։ Նաեւ աշխատում է տազային հատվածը։ Հիմա կանենք քայլով առաջ եւ իջնելով մինչեւ 70 աստիճան։ Մի քայլ հետ, մի քայլ առաջ։ Այս վարությունը հայտնի է վիպետ անվանումով։ Հիմա կատարում ենք ոտքի վարությունը եւ տազային էլի հատվածը։ Իսկ հիմա կկատարենք ոտքի բիցեպսի հատվածը եւ տազային հատվածը։ Կրունկների հաշվին պահում ենք եւ տազը բարձրացնում ենք դեպի վերև։ Աշխատում է տազային հատվածը եւ ոտքի բիցեպսը։ Չենք մոռանում կրունկի հաշվին պահում ենք ոտքերը։ Իսկ հիմա կանանք մի փոքր բարդացնենք, մի ոտքը բարձրացնենք վերև եւ կատարենք մի ոտքով վարժությունը։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ ելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ մի հիանալի նախագծի մասին ենք խոսելու, անդրադառնալու ենք մի հրաշամանուկի, ով շատ խելացի է։ Եվ այսպես դեկտեմբերի 27-ին ATV-ի եթերում կլինի Երազանքի բեմ նախագծի եզրափակիչը եւ այս ամենի մասին ավելի մանրամասն կզրուցենք մեր հյուրերի հետ։
Մեր հյուրերն են բնականաբար մեր շատ լավ ընկեր ու տաղանդավոր Անահիտ Կիրակոսյանը եւ իհարկե նախագծի մասնակից 8-ամյա Վանյան։ Վանյայի հետ մենք փորձենք խոսել ռուսերեն, որտեղ Վանյան ապրում է Ռուսաստանում եւ բնականաբար դժվարություն կա հայերենի հետ կապված, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում։ Բարև ձեզ։ Доброе утро, Ваня։ Доброе утро. Բարի լույս, շատ ուրախ ենք կրկին ձեր տաղավարում լինել եւ շատ շնորհակալ ենք անդրադարձի համար, որովհետեւ Երազանքի բեմ նախագիծը մոտենում է իր դրամաբանական ավարտին, եզրափակիչ փուլին եւ դեկտեմբերի 27-ին ես երկար պրպտում էի, թե ում հետ պետք է վարեմ եզրափակիչը, որպեսզի լինի հետաքրքիր, մանկական ու յուրօրինակ եւ բոլոր քաստինգներից գտա Վանյային եւ ուզում էի նաեւ ցույց տալ հավասարությունը երեխաների, որ կապ չունի Սփյուռքում բնակվող բալիկները նույնպես ունեն իրավունք ցույց տալու իրենց տաղանդը եւ ահա Ռուսաստանի Դաշնությունից Վանյային гытанк եւ Վանյան պատվով կատարեց իր գործը. Ваня, что ты знаешь про Армению? Армения первая страна, которая приняла христианство как государственную религию. Это было в 301 году нашей эры. Молодец. Մեկ թվականի քրիստոնեության մասին գիտի. Браво. Про апостолов что знаешь? Апостол Варфоломей и Фадей считаются основателями христианства в Армении. Именно поэтому армянская церковь считается апостольской. Վանյան ընդամենը 8 տարեկան է։ Ընդամենը 8 տարեկան։ Բայց ես կարծում եմ պետք է ցուցափայտով այստեղ կանգնի եւ բոլորը շատ լսենք։ Վանյան նաև աշխարհագրությունից է շատ лав եւ գիտի Այո։ մայրաքաղաքները, нույնիսկ դրոշների վրա ինչ нышанներ կան։ Այո։ Молодец. Ваня, а кто тебе все это научил? Я сам смотрел телевизор, флаги смотрел на телевизоре. Угадай, флаги... И вот так получилось. Да, Մենք բոլորս էլ նայում ենք հեռուստացույցուրեն ջան, բայց դե չենք կարողանում այս կերպին։ Вань, а что ты знаешь? Вот что такое хачкар? Создание хачкаров – это уникальное армянское искусство. Это каменные кресты с невероятной резьбой. Այսքանը։ Oh my god. Այսօր համար այսքան ես կարծում։ Хорошо. Вань, а легко работать с Анаитом на сцене? Да. Да? А ты знаешь, я с ней очень много работал на сцене, да? А теперь ты взял мою работу. Ну, потому что ты красивее, прости, Сурен Да, ջան. вот. Нам нужно. Что правда, то правда. Ваня, насчет проекта. Что тебе там очень, скорее всего, понравилось? Верзанки Бэм. Да. Мне понравилось, что я был ведущим. А дети понравились? Да, понравились. Что вы хотели сказать? Участники. Да, нравились. Кто Хорошо пели? Отлично. Отлично. Давай не будем делать спойлер, да? Пусть Не скажем, да, Да, не кто скажем, победил. кто победил. 27 декабря, Все увидят դեկտեմբերի թող որ մեր հեռուստադիտողներն իսկապես նայեն։ Դե Վանյա, երազանքի աշխարհագրությունից թեմի հարցեր տա։ մասին էլ պատմեք նոր հարցինակ Իհարկե։ աշխարհագրությունից, որովհետև նախագիծը արդեն մոտենում է իր ավարտին եւ կարծում եմ շատ մեծ փուլ է կանցել այսպես մինչեւ եզրափակիչը։ Իրականում այո, 3 հրաշալի փոքրիկ արտիստներ, Ալեն Գոքոյանը Սարուխանից, Արման Հայրյանը Հադրութի շրջանից եւ Անգելինա Ղանդիրյանը Գյումրիից, անպայման անշուշտ կունենանք հնարավորություն նաեւ այստեղ ձեր տաղավարում գալ Այո։ ու պատմել նախաեզրափակիչ փուլի մասին։ Կարող եմ մի բան ասել, որ արել ենք ամեն ինչ, որ հեռուստադիտողը այդ օրը վայելի իսկական մանկական հույզերով լի շոու, ինչու ոչ կբացի նոր ճանապարհ երեխաներին իրենց երազանքին հասնելու համար։ Ես անընդհատ զարմանում եմ Անահիտի աշխատասիրությունն վրա, լուրջ եմ ասում, որովհետև երբ որ նախագիծը սկսվում էր եւ Անահիտի հետ միջոցառում էինք վարում այլ տեղ ու Անահիտին ասում եմ ոնց է, վայ սուրճ ես պատկերացնում ինչքան դժվար է, ինչքան մեծ աշխատանք է, ինչքան, բայց ես վստահ եմ, որ ինքը պատվով անցնելու այս ճանապարհը եւ հիմա արդեն արդյունքից ես տեսնում եմ, որ պատվով անցել Վանյա։ Мой дорогой, кстати, իմիջիալից Վանյան բլոգեր է, այո, եւ Instagram-ում ունի էջ, որտեղ արդեն 20000-ից ավել հետևորդներ ունի, այնպես որ դուք էլ դարձեք նրա հետևորդը։ Վանյա, а теперь давай по городам, да? Վանյան գիտի բոլոր երկրների մայրաքաղաքները, ինչ ամոթ ես չգիտեմ։ Դրա համար հիմա թղթով եմ նայում հեռախոսով։ Որն է Նիկարագուայի մայրաքաղաքը? Ну, Никарагуа, столица. Манагуа. Южноафриканская республика. У ЮАРа 3 столицы: Кейптаун, Притория и Блумфонтейн. Ирландия, Дублин, Индонезия, Джакарта, Камерун,
Яунда. Արմենիա։ Երևան։ Այստեղ նաս ամեն ինչ չի որ կարող ենք ստուգել, չէ՞։ Պետք է Google-ալ։ Բայց ապրես Վանյա ջան, շնորհակալ ենք։ Ուսամ ամեն ինչ ճիշտ է։ Վան, Նորվեգիա, Осло. Շվեդիա, Стокгольм. Ֆինլանդիա, Хельсинки. Դանիա, Копенгаген. Ֆրանսիա։ Конечно же, Париж. А где был ты из этих городов? Из этих городов. Ереван. Ереван. Я был в Париже, но в самолете наверху. В Просто самолете. проходил Париж. Да, над Парижем я был. Хорошо, а ты вот увидела Эйфелевую Да. башню? Взял с собой, да? Нет. Из самолета. Вань, вот в эфире ты сейчас на русском говоришь, а можешь на армянском стих сказать для наших ведущих? Которая... Сирюмы. Սիրումը կես հայոց լեզու, մայրիկիս պես ատմուշս դու, կես նոմ ես հապարտանում, կարտում գրում, արտասանում։ Ջան, Ես պատկերացնում հեռուստատողի դեմքը հիմա երբ նայում են մեր ծրագիրը։ Ասեք որ հրաշամանուկ է։ շատ լավ։ Golden Boy ոսկեցան։ Իրական շատ կարևոր է այսօր հայտնաբերել այն տաղանդը, որ երեխան ունի, ճիշտ տարիքում զարգացնել ու ինչու ոչ արդեն մեծ հաջողությունների կհասնեն, որտեղ 8 տարեկան Վանյան արդեն հիմա եթերում նստած պատմում է իր գիտելիքների մասին ու կարծում եմ սրանով նաև օրինակ է մյուս բալիկների համար, որ մոտիվացվեն եւ հեռախոսներից ու պլանշետներից օգտվեն ի օգուտ информация стանալու եւ սովորելու։ Ваня, тебе 8 лет, ты сидишь там как гость. А в 10, я надеюсь, ты будешь сидеть здесь как ведущий уже, да? Кем станешь, когда вот станешь взрослым? Я хочу стать актером. Актером? Ամբողջով ենք գործի հետևից անգել։ Դերասան հաղորդավար, հա։ Անահիտի հետ ենք վարում, էդ էլ արդեն էլ չենք վարում, դու ես վար։ Խաղաս արդեն։ Անահիտ, ինչ ես ակնկալում արդեն հաջորդ տարի, որովհետև դու են հանգիստ մարդկանցից չես, հա, ովքեր ինչ-որ պրոյեկտ ավարտելուց հետո դե լավ, էս մեկն արեցի, մի քանի տարի հետո մի հատ ուրիշը կա։ Ես երեխաներին էլ ասել եմ, որ ամեն ավարտ ունի նոր սկիզբ ու պարտադիր պետք է նախատեսեմ համերգային ծրագրեր Սուրեն ջան, որովհետև ուզում եմ, որ այդ լավ երգող երեխաների ճանապարհը գնա առաջ, չկորչի ու կպատրաստեմ անակնկալային համերգային ծրագրեր Աստված տա այնպիսի ճանապարհ հարթենք, որ կարողանանք նաև հյուրախաղերով հանդես գալ եւ մեր սփյուռքում էլ ծանոթանան ու լսեն տաղանդավոր երեխաների ելույթները։ Նպատակներս շատ մեծ են կապված հենց երազանքի բեմի հետ։ Այսինքն կլինի երազանքի բեմ 2։ Երկուսի մասին դեռ վաղ է խոսել, բայց համերգային ծրագիր երազանքի բեմ անշուշտ կլինի։ Եվ կրկին կվարեք 2-ով։ Փորձենք։ Փորձենք։ Վանյա, ինչ եմ ուզում կորցնել։ Շատ լավ է։ Я тебя очень люблю. Вань, ты уже написал письмо Деду Морозу? Հաջորդ հարցներ։ Нет? Почему? Это на Новый год напишу. А уже знаешь, что от него будешь требовать, да? Да. Какие подарки? Не знаю пока что. Пока. Знаю, что буду, но не знаю пока что. Вань, Хорошо. а какая гора самая большая? Эверест. А в Армении? Арарат. Но теперь гора Арарат это уже Турция. Ваня Джан, ты же Очень сейчас маленький, смешно. вот повзрослеешь и поймешь, что он Что всегда, гора Арарат гора вот здесь, всегда в в сердце. Армении, да. Арарат. Ֆիլմից հատված էր այս Անահիտ, ամանոր այսքան նոր տարին ավարտում ենք պրոյեկտի ավարտով, հա։ Այո։ Հետո ինչքանով ենք հետևողական երեխաների ճակատագրի հետագայում, որտեղ համերգային ծրագրերը բնականաբար սա պրոյեկտի շրջանակներում է, բայց ինչքանով ենք հետո մտածում, որ այ երեխաների այս ճանապարհը, որը դու արդեն հարթեցիր, պիտի լինի նաև հետևողական քո կողմից եւ պրոյեկտի կողմից։ Անշուշտ Սուրեն ջան, հենց բեմի վրա իմ 3 ֆինալիստներին ես խոստացել եմ ու ասել եմ, որ պրոդյուսերական աշխատանքը շարունակելու եմ իրենց հետ, անկախ նրանից, որ նախագիծը մոտենում է իր ավարտին, բազմաթիվ միջազգային մրցույթներ կան, որոնց մենք կփորձենք մասնակից լինել, պատրաստել երեխաներին ու հարթել այդ դժվարին ճանապարհը, որովհետև տաղանդը պետք է լինի մնայուն ու պետք է աշխատենք ցույց տալ Հայաստանը ըստ արժանվույն։ Հուսամ դեռ այստեղ կունենանք առիթ գալու, պատմելու ձեզ մեր լավ նորությունների մասին, որտեղ նախագծի շրջանակում արդեն Արման Հայրյանը գրանցել էր հաջողություն։ Այո, այո, այո։ Այնպես որ շարունակական է լինելու ամենը։ Իսկ Վանյան ապրում է Ռուսաստանում եւ հիմա նախագծի համար է Հայաստանում։ Այո, նա Где ты живешь, Вань, ты откуда? Я из Краснодара.
Солнечный Краснодар։ Կրասնոդարում է ապրում եւ որպես բլոգեր հատուկ ժամանեց Հրավիրված։ Հայաստան մեր երազանքի բեմ նախագծի մասնակցելու համար։ О чем ты мечтаешь? Мечтаю, чтобы я стала актером. Чтобы я стала. Էս շատ մնայուն երազանք։ Այո, բոլորս ենք դա երազում։ Իսկ а ты скороговорки знаешь? Да. Давай вместе скажем. Бык-то-погуб, Иди здесь, давай. Վստահ ես։ Давай, скажи. Минутку микрофон Сурджан. Давай, это я поддержу. Давай, говори. Бык-то-погуб, то-погубик, бычок. У быка была губа, была тупа. Это на каком языке? На русском. Մոտավորապես ասում ես շահը շահին ասած շահ կլինի, շահը շահը շահան ասած, թե անշահ էլի շահ։ Ну, давай вместе, вот ты как ведущий. Кстати, я хочу тебе подарить армянскую открытку. Там новогодняя открытка, там есть песня «Та-та», «Тохтарим баридини», «Урахутюм Тоглини». Да, это тебе переведет Анаит уже, а это Анаиту передашь. Хорошо. Сейчас Анаит շնորհակալ ենք որ մեզ հետ եք եւ մինչեւ տարվա վերջ մենք անպայման խոստացել ենք եւս մեկ անգամ հյուրընկալել եւ պրոյեկտի արդեն եզրափակիչից խոսել. Մեծագույն սիրով։ А теперь вместе, да, ты вот как ведущий уже вот в возрасте, да, скажи, пожалуйста, сейчас будет маленький вот реклама, да, пауза, а потом вернемся и продолжим нашу передачу. На камеру смотри, давай. Давай. Ну, давай. Давай. Сейчас будет маленькая реклама. А потом Продолжим. вернемся и продолжим. А потом вернемся и продолжим. Джан. Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ տեղափոխվում ենք Թատեր աշխարհ։ Եվ այսպես, այս տարվա հոկտեմբերին AV թատրոնը առաջին անգամ մասնակցեց Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցկացվող Թատերական շաբաթ մշակութային նախաձեռնությանը։ Սա Սոֆիայում կազմակերպվող առաջին նմանատիպ շաբաթն էր եւ թատրոնը ներկայացավ երկու ներկայացումով՝ Երազիմ երկիր եւ Բախտի ետևից։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Թերեզա Մկրտչյանը, AGBU Young Professional Sofia-ի նախագահ եւ Անի Վարդանյանը, AV թատրոնի հիմնադիրի տնօրեն։ Բարի առավոտ։ Բարև ձեզ։ Ոնցենք։ Շատ լավ։ Ինչ լավ է։ Դե եկեք հասկանանք ինչ կատարվեց, ինչ ներկայացվեց եւ ինչպես արդեն այս ամենն իրականացվեց։ Բարի, կարծում եմ Թերեզան պետք է սկսի նախաձեռնությունից։ AGBU Սոֆիան այս տարի նախաձեռնեց Թատերական շաբաթ, որը առաջին անգամն էր Սոֆիայում։ Համայնքի կյանքում ինքը նորություն էր ու համայնքը թերևս ուներ պասիվություն ու այս շաբաթվա շնորհիվ այդ ամեն ինչը կարողացանք արթնացնել։ 3 ներկայացումներ ունեցանք, որից երկուսը AV թատրոն ունեցավ, իսկ մյուսը Գյումրու թատերական երիտասարդական թատերախումբը։ Եվ հյուրեր ունեցանք ոչ միայն Սոֆիայից, այլ նաև Բուլղարիայի մնացած քաղաքներից, որտեղ ունեինք մեր հայրենակիցները, ու իսկապես այն դարձավ տոն, որը հուսով եմ շարունակական կլինի։ Շատ լավ, եւ մի քիչ հասկանանք ներկայացումների հետ կապված, հա, ինչու հենց այս երկու գործը ընտրվեց։ Երևի Անին պատասխանի։ Այդ հարցին ես անդրադառնամ, քանի որ AV թատրոնը սկսել է իր հյուրախաղերը Հայաստանի սահմաններից դուրս, եւ մենք այդ մարդկանց, այդ հայությանը, ովքեր կարոտով սպասում են հայկական նախաձեռնություններին, պատրաստել էինք Երազիմ երկիր հայրենասիրական ներկայացումը եւ Բախտի ետևից Թումանյան, որի շրջանակներում իդեպ այս տաղավարում եղել ենք, եւ այդպես սկսեց մեր հյուրախաղերը Հայաստանի սահմաններից դուրս, այցելեցինք Բուլղարիա, հետո գնացինք Վիեննա, հետո նաև Ռումինիայում հանդես եկանք։ Ընտրությունը այդպես էր, մանկական ներկայացում տանել լավագույն, կարծում եմ Թումանյանից այն կողմ չգտանք այլ տարբերակ, երեխաներին ներկայացնենք Տարաս, Թումանյան, Թումանյանի հեքիաթի հերոսներին եւ իհարկե արդեն մեծահասակների համար ընտրեցինք Երազիմ երկիր, մեր հայրենասիրական ներկայացումը, որը իդեպ մեր թատրոնում երկու ներկայացումներն էլ բեսթսելեր, որ ասում են, մեծ պահանջարկ ունեն, հենց այդ ներկայացումներն են որոշեցինք տանել առաջին անգամ քաղաք Սոֆիա, որտեղ շատ հետաքրքիր կարելի ասել փառատոն իրականացրեցինք։ Եվ տպավորություններ ավելի մանրամասն Սոֆիայից, ինչը ամենաշատը գրավեց, ինչ ներկայացումներ ձեզ դուր եկան։ Նախ սկսեմ այն փաստից, որ Հարց հետաքրքիր եղել, բայց չեք հարցրել երբեք։
HBO-ն ինքը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի հայրենիքի սահմաններից դուրս մեր հայրենակիցները շարունակել մնան հայ երկրորդ, երրորդ սերունդը, որովհետև արդեն երբ որ Սփյուռքում ես ապրում, երկրորդ, երրորդ սերնդի հայ մնալը մի փոքր դժվար է։ Այո, ու այդ ամեն ինչի համար պետք է շատ ավելի մեծ ջանք ներդնես, որովհետև միջավայրը այդ ամեն ինչը խանգարում է։ Ու մեր շաբաթվա ընթացքում առաջին ներկայացումը, որը մանկական էր Թումանյանական, երբ որ բոլոր մեր փոքրիկներն էին այնտեղ, դուք պետք է տեսնեիք իրենց աչքերը, իրենց ոգևորվածությունը, ու դրանից հետո տուն էին գնացել, խնդրել էին իրենց ծնողներին շարունակել Թումանյանի հեքիաթներ կարդալը։ Նույնիսկ Երազիմ երկրի ներկայացումից առաջ մեր փոքրիկ Արմենը եկավ մոտեցավ մեր դերասաններին եւ պահանջեց, ոչ թե խնդրեց, պահանջեց, որպեսզի հաջորդ տարի իրենց հյուրընկալենք արդեն կացին ախպեր ներկայացում։ Ինքը որոշել էր ամեն ինչը։ Եվ հեշտացրել Արմենը մեր գործը։ Պիեսը ընտրված է, ունում է բեմադրեք եւ արդեն։ Այո։ Այսինքն հասկանում ենք, որ այդ փոքրիկների մոդել էլի այդ խինդը հայրենիքի հանդեպ սերը էլ ավելի մեծ արտնացավ, իսկ արդեն Երազիմ երկինը ինքը ամբողջությամբ նախ շատ մեծ ընդգրկում ունեցան, որովհետև 7-8 ժամ ճանապարհ անցել էին այլ քաղաքներից եկել էին, որովհետև սա ոչ միայն Սոֆիայում, այլ Բուլղարիայում առաջինն էր իր տեսակով, եւ մենք չէինք սպասում, որ նման կերպ կլինի, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքը գիտի իր համայնքում առկա խնդիրները, բայց սա իսկապես մեծ տոն էր, ու մենք կամուրջեցինք ոչ միայն Բուլղարիան Հայաստանի հետ, մայր հայրենիք Սփյուռք կապը, այլ կամուրջեցինք Բուլղարիայում ապրող բոլոր մեր հայրենակիցներին։ Իսկապես դա մեծ հաջողություն էր, քանի որ մենք հրավերը ստանալուց արդեն գիտեինք, որ հնարավոր է տասնյակ լինեն ընդհանրապես հանդիսատեսը, բայց մենք այսպես ասած Էվի թատրոնը ստեղծեցինք հիմք ունենալով հենց այդ հանգամանքը, որ ակտիվացնենք համայնքային կյանքը։ Այո։ Եվ մենք հավատարիմ մնալով մեր սկզբունքին, ասացինք խնդիր չկա, հրավերը մեծ սիրով ընդունեցինք, գնացինք երկու ներկայացմամբ, այն ակնկալիքով, որ հնարավոր է թիվը չհասնի անգամ 100-ի, բայց այդ թիվը կրկնապատկվեց, ինչը մեծ հաջողություն էր, իսկ ահա մնացած քաղաքները երբ այցելեցինք, այնտեղ արդեն կարծում եմ երկրորդ անգամը կլինի այն արդյունքը, որը ստացվեց, որը գրանցեցինք Սոֆիայում։ Երկկողմանի տպավորությունները շատ վառ են, ինչպես մենք տեսնում ենք, այսինքն այնինչ տպավորություններ, որ թողեց Էվի թատրոնը, սա միանշանակ երբեք չի մոռացվի, եւ այնինչ դուք ստացաք արդեն Սոֆիայից, այդ տպավորությունը սա նույնպես տվեց շարունակականի հնարավորություն։ Ուզում եմ ձեզ նվիրել Ջևանի Սարգոն Կարմիր չոր գինին, որպեսզի Սոֆիայում ցույց տաք ոչ միայն որ մեր ներկայացումներն են շատ լավը, նաեւ մեր գինիներն են շատ լավը, հատկապես Իջևանինը, այնպես որ սա ձեզ։ Շնորհակալություն անպայման։ Եվ ես գիտեմ, որ դրսում շատ ընդունված է միմյանց բացիկներով շնորհավորել, եւ ուզում եմ, քանի որ ամանորն է արդեն, ուզում եմ ձեզ նվիրել երկու բացիկ ամանորյա, որը նախատեսված են սիրելի մարդկանց համար, արևոք բացիկներն են, մեկը իհարկե Թաթայի երգով է, ինչ տոնածառ առանց պապ ձմեռ պապ, մյուսը Yellow Heart, սեր ու բարություն, մի քիչ հոգատարություն, մի քիչ հանգստություն, շատ բան չեմ ուզում։ Սա ձեզ նվիրեք ձեզ համար հարազատ ու սիրելի մարդկանց եւ իհարկե բնականաբար լավ տրամադրություն։ Եվ քանի որ ունենք ընդհանրապես շատ կարճ ժամանակ, խնդրում եմ ասեք, ինչ է սպասվում հաջորդիվ։ Մի փոքր շատ կարճ հաջորդ նախագծերի մասին։ Ունենք էլի հրավեր, արդյունքն Էվի թատրոնի շարունակական է հնարավորություն։ Այո, ապրիլին Էվի թատրոնը կրկին հյուրընկալվելու է Սոֆիայում, որովհետև պահանջարկը մեծ է։ Իսկ մինչև ապրիլ ամուսին հասնելը ես շատ արագ ասեմ, որ մենք կրկին մոտ 1 շաբաթից մեկնում ենք քաղաք Բրյուսել, Հայտանը ներկայացնելու մեր նոր ամանորյա ներկայացումը, որը կոչվում է Էլֆերի ամանորը։ Իսկ ամանորի ներկայացումը կլինի նաև այստեղ, քաղաք նաև Հայաստանում։ Այո, շրջելու ենք համայնքներով, տարբեր քաղաքներ ենք գնալու, բայց Բրյուսելից նաև գնալու ենք Մեխելեն քաղաք, այնպես որ սիրով մեր բոլոր հանդիսատեսին կսպասենք։ Բոլորին սպասում ենք, ձեզ շնորհակալություն այս հրաշալի նախագծի ու իրականացման համար, իսկ այս պահին մենք կունենանք կարճ դադար, հետո արդեն վերադառնանք ու շարունակենք ծրագիրը։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ այսպես O2 Gardens-ը Հայաստանում իր տեսակի մեջ եզակի եւ առաջին նախագիծ է։ Այն նմանը չունեցող բուսաբանական այգի է, որը կանաչապատման նոր մշակույթ է ձևավորում Հայաստանում։ Տարածքում առկա է Հայաստանում ամենամեծ բույսերի ցուցասրահը 3000 եւ ավելի բույսատեսակներով, ծաղկամանների լայն ընտրանի եւ դեկորներ։
ավելի մանրամասն իհարկե կզրուցենք մեր հյուրերի հետ։ Այո, իսկ մեր հյուրերն են Մերուժան Ավետիսյանը, հիմնադիր եւ տնօրեն, եւ Էլեն Մինասյանը, վաճառքի բաժնի ղեկավար։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Գիտեք, մարդիկ, ովքեր շփվում են բույսերի հետ, բնության հետ, հա, ասում են այդ մարդիկ շատ բարի են, որովհետեւ անմիջական կապը բույսերի ու բնության հետ դա միանշանակ տալիս է այդ բարության ու ազնվության զգացողությունը։ Եկեք սկսենք այն բանից, թե որտեղից առաջացավ շփումը բնության հետ ու հենց այս միտքը այս ամենը ստեղծելու համար։ Նախապատմություն բավականին երկար է, Կարճ։ Հա, կարճ նախապատմությունը շատ երկար է, բայց կարճ ասած ինքս որպես պրոֆայլ ընկերության հիմնադիր արտադրություն էր, բայց մասնագիտության բժիշկ եմ, որ աշխատել եմ 10 տարի բժշկության ոլորտում։ Երբ որ այստեղ բլոկադա եւ այլն, ընկերների հետ մի ընկերություն հիմնեցինք, պրոֆայլ ընկերությունը եւ այդտեղ երբ որ արդեն արտադրությունը մենք ծավալեցինք, միշտ ինձ մոտ մի բան կար, երբ որ կանաչի պակաս էր։ Գեղեցիկ շինություններ կար, մենք պատուհանի արտադրությունը զարգացրեցինք, հիմա արդեն միջազգային արենայում ենք խաղում, հա, խաղացող ենք եւ այստեղ բնության պակասը միշտ կար ու ինձ միշտ տարավ դեպի բնությունը, որ կարողանանք ինչպես արտադրություն ենք ստեղծել, նաեւ ստեղծել բույսերի հետ կապված պրոֆեսիոնալ մոտեցում։ Սա է եղել հիմնական ձգտումը, որ փորձել արտադրություն բույսերի նաեւ ստեղծել նոր ճաշակ, նոր մոտեցում բույսերին։ Քանի որ O2 Gardens-ը նոր մշակույթ է ձևավորում Հայաստանում, հետաքրքիր է ամենաշատը ինչով է տարբերվում շուկայում։ Ինչով է առանձնանում։ Ասեմ, շարունակությունը, որ մենք արտադրելու ցանկությունը, քանի որ իմ մեջ միշտ կա արտադրելու, շատ երկրներում տեսել եմ գեղեցկությունը, բայց դրա հնարավորությունը, որպես, այսինքն դա փոքր մի միավոր չի ստեղծել այդ ամեն ինչը, դրա համար պետք է տնտեսություն հիմնել, որ կարողանալ ամեն ինչը բերել, հասցնել եւ խնամել։ Ցավոք սրտի այստեղ մեր երկրում 2000 թվականներից մասնագետի խիստ դեֆիցիտ կա, ուսաբանների հատկապես, եւ այն տարիքով մարդիկ, որոնք կան, ցավոք սրտի հիմա չկան եւ ստեղծել այդ նորը հիմքը, որ բուսաբաններ, լանդշաֆտային եւ դեկորատիվ բույսեր խիստ դեֆիցիտ կա, փորձում ենք մենք աշխարհի տարբեր երկրներում, հատկապես եվրոպական երկրներից իրենց անմիջական, անձնական հարաբերություններ ստեղծելով, բազմիցս լինելով ցուցահանդեսներում, բազմիցս լինելով իրենց տնկարաններում, բազմիցս լինելով բուսաբանական այգիներին, ավելի խորացված փորձել այդ մշակույթը ներկրել Հայաստան։ Եվ սա է գաղափարը առաջացել, որ ստեղծել մի տարածք, որտեղ լինի եւ արտադրություն, եւ մշակույթ, եւ ուսումնական կենտրոն, եւ շատ ժամանակ, եթե մենք գաղափարը որ դրել ենք 2012 թվականից, կարելի ասել, պրոֆայլ ընկերությունում էինք մեկ երբ որ սկսեցինք նման տիպ պրոյեկտներ իրականացնել, այն ժամանակ ասեմ միայն բահ ենք ունեցել։ Բավականին հզոր տեխնիկաներով է հագեցված, բավականին լուրջ պրոֆեսիոնալ թիմ է ձևավորվում, բայց դեռ հեռու է լինելուց բավարար լինելու, բայց խիստ տարբերում ենք այդ գնահատականը իհարկե մենք չենք տալիս, մեր արտասահմանյան գործընկերներն են տալիս։ Մեր տանը կա մոտավորապես 10 տեսակի բույս, իսկ ես արդեն խճճում եմ նրանց մեջ։ Ձեր մոտ տարածքում 3000-ից ավել բույս կա, հա, տեսակ կա։ Ոնց է կարողանում այդ ամենից գլուխ անել եւ այդ ամենից հետ մեկտեղ նույնիսկ հաճախորդներին առաջարկել ամեն մեկի մասին առանձին ներկայացնելով։ Իհարկե շատ բարդ է, դա նույնիսկ այն պրոֆեսիոնալները, որոնց տնկարաններում լինում ենք, որ բազմիցս մենք շփվում ենք, հարցնում եմ սրա անունը, նրա անունը ոնց է, իրենք լինելով 40 տարվա ընկերություն եւ 50 տարուց ավել այդ ոլորտում են, ասում են, գիտես, մենք գիտենք, շատ նման են իրար։ Մի րոպե կարող է, որտեվ շատ նմանատիպ են բույսերը իրար, եթե կարող է լինել թխկու տասնյակ տեսակներ, իրենք ինչով են տարբերում, տերևի մեջ իրան ձևերի, գծիկների, չգիտեմ, ամեն մեկը մի բան ստեղծում է, բայց ամենագլխավորը բուսատեսակ չէ, երբ որ մենք շփվում ենք քաղաքային
տարածքներում տնկելու մշակույթը որ տեսակ է այսօր աղտոտվածություն այնքան մեծ է, որ երկրում կկարողանա որ տեսակը տնկել երկրագնդի տաքացման հետ կապված շատ ավելի նուրբ բանել կա, որը մենք շատ հեռու ենք, բայց փորձում ենք մենք մոտենալ մեր պարտներների հետ ավելի ճշգրիտ թիրախային կետերի, իսկ այդ ամենի համար պիտի ստեղծել մի հատ տնտեսություն, որը կկարողանա, իհարկե դա միայն այդ մի տնտեսությունով չի, պետք է կարողանալ թիմային եւ երկրում այդ զարգացնել այդ մշակույթը։ Եվ քանի որ բացի բույսերից առաջարկում եք նաև լանդշաֆտային նախագծում եւ իրականացում, հետաքրքիր է դա ինչպես է արվում, գծագրումից մինչև իրականացում։ Մենք նորից եղել ենք, երբ որ այդ ցանկությունը եղել է մեզ մոտ, եւ Իտալիայում, եւ Հոլանդիա, Գերմանիա, հիմնական այդ երկրներում Լեհաստան, մենք այցելել ենք պիտոմնիկներում եւ այդ ցանկությունը երբ որ ունեցել ենք, տեղ կա որ իրենք ունեն համապատասխան մասնագետներ, նաև երկրներ կան, որ իրենք հրավիրել են իրենց գործընկերներին, մեկ շաբաթ մենք անցել ենք դասընթացներ, իրենց հետ իրենց կատարած նախագծերը եւ դրա իրականացման համար բոլոր ատրիբուտներով եւ մենք այս պահին ունենք լանդշաֆտային դիզայներներ, ճարտարապետներ, նախագծումից մինչեւ խնամք իրականացնում ենք։ Չափագրում են տարածքը, ռելիեֆները, պատվիրատուի ցանկությունները, դիրքի հետ կապված քամիներ, հողի բաղադրություն, ավտոմատ ոռոգման համակարգեր, տեսակներ, արևադարձային, ոչ արևադարձային, շատ խորն է այդ process-ը, որ իհարկե անընդհատ մենք սովորում ենք, ես տարիքով փոքր չեմ, բայց մեծ ցանկությունն եմ անընդհատ հետաքրքրել, սովորել եւ երիտասարդների հետ կիսվել։ Տարածքում նաև կան ռեստորաններ, համալիրներ, սրահներ, այս ամենի հետ մեկտեղ այս ամենը ինչպես է ներկայացվում, օգտագործվում եւ արդյոք այս ամենը հասանելի է բոլորին վայելելու համար։ Այստեղ մեզ մոտ վաճառքի գծով պատասխանատուն Էլեն Մինասյանն է, բայց ինչպես է դա առաջացավ, սա խնդիրը գալիս է նրանում կա առաջարկ, պահանջ եւ փորձել այստեղից կառուցել։ Սկզբնական շրջանում գաղափարը օթու գարդեն, օթում թթվածին եւ այգի նախատեսված էր փոքր սրճարան լիներ։ Բայց պահանջարկը անընդհատ պատվիրատուների կողմից ինչի մեջ չեք անում, ինչի էսպես չեք անում եւ այդ փոքր սրճարանը ժամանակի ընթացքում այնքան են մեծացել եւ նույնիսկ եթե մեծ միջոցառումներ, կոնֆերանսներ է լինում, պահանջ է առաջանում, որ մենք կարողանանք իրենց սպասարկել բավականին բարդ վիճակներում ենք հայտնում, իսկ հիմա ավելի պարզ իրավիճակում ենք հայտնվել, բացօթյա մեծ հանդիսություններ մենք կարող ենք մինչև 500 մարդ տեղավորել, հագեցված է LED էկրանով 4/8-ի, 6/10-ի բեմային, լուսային բոլոր մաքսիմալ պրոֆեսիոնալ հագեցվածությամբ եւ կարող ենք մեծ համերգներ անցկացնել եւ անցկացրել ենք հանդիսություններ, հարսանիքներ եւ այս պահին նաեւ մենք պատրաստում ենք Christmas market-ի, մենք պարկ ենք պատրաստել եւ հրավիրում են բոլորին վաղը ժամը 18:30-ից ժամը 19:00-ին կվառվեն ողջ լույսերը։ Սա հեքիաթային մի հատ այգի է, տոնական այգի եւ իրեն բոլոր նմանատիպ հնարավորություններով, որը կլինի այդ հանդիսության ներկայ մարդկանց համար անակնկալներ եւ ողջ այդ հանդիսությունների պատասխանատուն Էլենը աշխատում է ցանկացողների հետ երկու բան ինքը կասի ես շատ խոսեցի։ Մենք արդեն տեսանք LED էկրանի վրա մոտավորապես ինչ է սպասվում, բայց իրականում վաղը բնականաբար լրիվ ուրիշ էներգետիկա է լինելու։ Ես արդեն նշեցի, որ եվրոպական դիզայն է ստացվել, շատ այսպես դրսի ոճ է հիշեցնում, ինչը շատ հաճելի է, այո, փարիզյան է։ Հիմա դուք ավելի մանրամասն պատմեք։ Իրականում մեր տարածքը շուրջ 2 հեկտար է եւ ամբողջ տարածքը լուսավորված է մոտ 42 կիլոմետր լույսերով։ Ամբողջ տարածքում լինելու են տոնական տաղավարներ, տոնական մթնոլորտ, ձմեռպապ, էլֆեր, ձյունանուշ, լինելու է գեղեցիկ պարային եւ երաժշտական հատված, երեխաների համար անակնկալներ ունենք,
Կարծում եմ, որ բոլորին հետաքրքիր կլինի եւ բոլորի համար մենք ունենք այնպիսի մի բան իրականացրած տվյալ միջոցառման ժամանակ, որ հետաքրքիր է։ Սիրով կսպասենք ձեզ։ Մուտքն ազատ է։ Մուտքն ազատ է, այո, Տարիքային սահմանափակում չկա։ Հեքիաթ կա։ Ամենակարևորը հիմա այնտեղ հեքիաթ կա, որը դուք եք ստեղծել եւ այս ամենը շատ կարևոր է։ Հետաքրքիր է, այսքան բույսեր, այսքան իհարկե կանաչ, հա, որ առաջարկում եք ձեր հաճախորդներին։ Հաճախորդների մոտ ամենակարևոր հարցը է, այսքան ինչպես մշակել, ինչպես խնամել, ինչպես հետևողական լինել։ Նաեւ առաջարկում եք հենց այս լուծումները։ Ինչպես է կատարվում այս հանդիպումը, հաճախորդ հարաբերություններ, հետո արդեն բույս, հետո մշակում եւ այլն եւ այլն։ Նախ մեզ մոտ, երբ որ անցնում են աշխատանքի, պարտադիր լինում է փորձաշրջան, որի ընթացքում մեզ մոտ մասնագետները պետք է դառնան լիարժեք մասնագետ, դրանից հետո սպասարկեն հաճախորդներին։ Ցանկացած բույս, որը ձեռք է բերվում մեր ցուցասրահից, տրվում է իր հետ խնամքի ձևը, ինչպես պետք է խնամել բույսերը, եւ ընթացքում էլ մենք անընդհատ կապի մեջ ենք լինում մեր հաճախորդների հետ։ Այսինքն ցանկացած դեպքում, ցանկացած հարցում կարող են զանգահարել եւ ունենալ արագ ու օպերատիվ պատասխան, թե ինչպես խնամել, ինչպես տնկել, կամ մենք դա կարող ենք անել իրենց փոխարեն առաջարկելով մեր խնամքի ծառայությունները։ Մենք սպասարկում ենք այգիներ, խնամում ենք, միջատների դեմ ենք պայքարում, ամբողջ միջոցառումների ձեռնարկություն մենք իրականացնում ենք։ Ամբողջական այդ միջոցները, ձևը, բան, ամեն ինչ կա, այսինքն ոչ մի խնդիր չունի գնորդը, երբ որ հաճախորդը որ գալիս է ձեր մոտից բույս վերցնելու, գիտի որ ամեն ինչ այդտեղ մի տեղից կարելի է այդ ամենը վերցնել։ Մենք առաջարկում ենք համալիր ծառայություններ, ինչպես նշեցիք, լանդշաֆտային նախագծում եւ իրականացում, այսինքն տնկումներ, դրանց համար ավտոմատ ոռոգման համակարգեր, բույսերի վաճառք, բույսերի տնկումներ, հետագա սպասարկում եւ խնամք։ Ամբողջը, ինչը կախված է կանաչի այգու հետ, մենք ամբողջը կարող ենք իրականացնել։ Բացի դրանից մենք մեր նպատակը որպես արտադրող ավելի շատ որ կարողանալ տեղայնացնել այս պահի դրությամբ մենք շատ դեկորատիվ բույսեր ունենք, որոնք սերմերը մենք հավաքում ենք, վաղ գարնանը մենք ցանում եւ արտադրում ենք եւ վերջին ժամանակը 1-2 ամիս առաջ բավականին մեծ պրոյեկտ էր, մեծ քանակությամբ դեկորատիվ խոտաբույսեր մենք իրականացրեցինք մեր իսկ կողմից արտադրած դեկորատիվ խոտաբույսերից։ Դրանք մեզ մոտ որպես մայրացուներ են, հա, եւ դեկորատիվ, բայց մեր ուսաբանները շատ խնամքով հավաքում են սերմերը, մշակում են եւ նույնիսկ մենք ծառեր ենք արտադրել թխկիներ, որ տեսակը մեզ դուր է գալիս, հավաքում ենք սերմերը եւ կարողանում ենք համապատասխան մշակում անցկացնելուց հետո ուսաբաներին հանձնարարել էինք, որ արեք փորձենք։ Մոտարապես 4000 թխկի մենք աճացրեցինք, արդեն մոտ 2 մետր բարձրություն ունեն, սա փորձնական, ինչի՞ չէ ամեն տեսակը մենք կարող ենք անել եւ նաեւ մենք օգտվել ենք կառավարության աջակցման ծրագրից, բավականին լուրջ գերմանական հոսքագծեր ենք բերել, որոնք կան միայն պրոֆեսիոնալ տնկարաններում Եվրոպայի եւ այդ ամեն մշակույթը սկսած սուբստրատներից ներկրում ենք, սկզբնական շրջանում փորձում էինք մենք մաղել անել, բայց նոր հեծանիվ չենք ուզում ստեղծել, օգտվում ենք այն արտադրող ընկերություններից, որոնցից օգտվում են բոլոր առաջատար ընկերությունները։ Այդ մշակույթն էլ ենք Հայաստանում փորձում մտցնել։ Այո, եւ հետո լանդշաֆտային կուլտուրան մի քիչ մեզ մոտ սպეციფიկ է, որովհետեւ չոր է մեր կլիման եւ համապատասխան բույսեր են պետք։ Շատ բույսեր կա, մենք դրսում տեսնում ենք, ասում ենք, այս սրանից կուզեմ իմ այգում լինի, բայց դրանք մեզ մոտ չեն աճում եւ ցավոք սրտի կլիմայական պայմաններն չեն համապատասխանում։ Համոզված եմ, որ պրոֆեսիոնալ մասնագետների շնորհիվ նաեւ այն բույսերն եք բերում Հայաստան, որոնք նաեւ կարող են դիմանալ մեր պայմաններին։ Նույնիսկ մենք փորձեր ենք անում բերել, որովհետև երբ որ Եվրոպայում ասում ես բույսերը կա զոնավորում, որ բույսը որ զոնաներում է ապրում, բայց երկրագնդի տաքացման հետ կապված բավականին բուսատեսակներ կան, որ առաջ չեն ապրել, հիմա ապրում են։ Այո։ Մենք փորձում ենք նմանատիպ բաներ անել, բայց նույնիսկ որպես ինքը բուսաբանական այգու միտված ուղղություն մեր առաջիկա պլաներում կա տրոպիկական այգի ստեղծել մինչև 12 մետրանոց պալմաներով
6-8 մետրանոց Մեզ կակտուսներով գրավիրեք ստեղծել։ անպայման, որպեսզի գանք այդ ամենը վայելենք։ Այո, Հայաստանում արդեն մեղրիում այսօր աճում են կիվի, բանան, այնպես որ կամաց դառնանք տրոպիկական երկիր, ինչը իմ սրտով է, ես արև եմ սիրում։ Ուզում եմ ձեզ նվիրել Սարգոն, մեր հովանավորի կողմից, գործընկերոջ կողմից, կարմիր չոր գինին, գիտեմ բնության գրկում բույսերի հարևանությամբ, այսպես վայելել գինին, դա հրաշալի երևույթ է, սա ձեզ, շնորհակալություն։ Եվ քանի որ բույսերը դրանք էմոցիաներ են, որոնք մարդիկ ստանում են բնությունից, ուզում եմ ձեզ նվիրել արևոք բացիկները։ Սա հիանալի առիթ է, որպեսզի բույսերից այսպես տեղադրեք այս բացիկները բույսերի մեջ եւ նվիրեք ձեզ համար սիրելի ու հարազատ մարդկանց։ Այստեղ իհարկե սիրված երգերից ֆրազներ են, այնպես որ համոզված եմ, որ ամանորի տրամադրությունը այս բացիկների եւ ձեր բույսերի հետ միասին կգան ձեր բնակարաններ։ Շնորհակալ ենք ձեզ։ Ձեզ ենք շնորհակալ հրավերի համար։ Ես մեկ անգամ հիշեցնենք, որ վաղը երեկոյան արդեն Օթու Գարդենսում կվարվեն լույսերը, Christmas market կլինի ամանորի տրամադրություն, այնպես որ վերցրեք երեխաներին եւ գնացեք լավ ժամանակ անցկացնելու։ Իսկ հիմա մեր եթերում կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Բարի լույս, եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ժամանակն է, որպեսզի խոսենք առողջության մասին։ Պետք է հետևել առողջությանը, կանխարգելել խնդիրները, որպեսզի հետո ավելի լուրջ խնդիրների առաջ չկանգնել։ Այս հարցում մշտապես մեզ օգնում է մեր առողջապահական էջը։ Լիպոֆիլինգը դա քիչ փոքր ինվազիվ վիրահատական միջամտություն է, որ այսօր էսթետիկ բժշկության մեջ շատ հաճախ է կիրառվում։ Լիպոֆիլինգը իրենից ներկայացնում է նախ առաջին էտապը լիպոսակցիա, երբ հեռացվում է մաշկի տակ գտնվող ենթամաշկային ճարպային բջջանքը, հետո այն ճարպը ենթարկվում է որոշակի մշակման եւ հետո այն ներարկվում է այն հատվածներ, որտեղ ուզում ենք հաղորդել ծավալային փոփոխություններ։ Հիմնականում իրականացվում է դեմքի շրջան, կրծքերի շրջան, նստատեղի շրջան։ Լիպոֆիլինգի մեթոդը կիրառում եմ ես արդեն տարիներ շարունակ, դա իտալացի հայտնի վիրաբույժ Մարիո Գոյսիսի հեղինակային մեթոդն է, որը շատ քիչ տրավմատիկ է, իրականում կոչել այսպես որպես վիրահատական միջամտություն նույնիսկ չի կարելի, որովհետև միջամտությունից հետո հաճախորդներս հանգիստ կարողանում են գնալ, զբաղվել իրենց կենսակերպով եւ չկա դեմքի վրա որևէ արտառու, այսպես ինչ-որ այտուցներ, կապտուկներ եւ տրավմաներ։ Բնականաբար, եթե մենք իրականացնում ենք լիպոֆիլինգ, ապա այսօր լիպոֆիլինգի հիմնական ֆունկցիան ոչ թե ծավալային փոփոխություն հաղորդելն է դեմքին, այլ երիտասարդություն։ Լիպոֆիլինգի տված մաշկի սնուցումը անհամեմատելի է որևէ միջամտության հետ։ Չկա այսօր մի որևէ գործարանային պրոդուկտ կամ չկա այսօր մի որևէ քիմիական ֆորմուլա, որը մեզ կտա մեր սեփական ճարպի սնուցումը եւ այն ազդեցությունը մաշկի վրա, որը տալիս է սեփական ճարպային բջիջները։ Սեփական ճարպային բջիջները դրանք եւ ցողունային բջիջներ են, որովհետեւ իրենք կենդանի են, ներարկման համար ստացված ճարպային բջիջները չեն ենթարկվում մեր կենտրոնում որևէ մշակման, մենք չենք ցենտրիֆուգում, մենք չենք կոտրում, մենք չենք ջարդում եւ այդ ճարպային բջիջները մաքուր լվացվելուց հետո ներարկվում են ենթամաշկային շրջան։ Ներարկման համար օգտագործում եմ այն կանյուլաները, որոնք ես առհասարակ օգտագործում եմ ֆիլերների եւ բիորևիտալիզանտների ներարկման ժամանակ։ Ինչու եմ դա նշում, որովհետեւ հաճախորդները գիտեն, որ դրանք բավականին բարակ կլոր ոչ սուր ծայրով գործիքներ են, որոնցով ներարկել ճարպային բջիջները դա մեզ կտա շատ քիչ տրավմատիկ ազդեցություն, գրեթե տրավմա
չենք ունենում որևէ կապտուկներ, չենք ունենում որևէ անհարթություններ, որովհետև երբ հաճախորդները գալիս են, ասում են բժշկուհի ջան, մենք շատ կարդացել ենք կամ տեսել ենք, որ լիպոֆիլինգից հետո կարող են լինել այսպես գնդվածություններ ճարպային։ Ճիշտ լիպոֆիլինգի ժամանակ որևէ անհարթություն, որևէ ճարպային այսպես ինչ որ գնդերի կամ խմբերի գնդվածություն, անհարթություններ չպետք է լինեն։ Ներարկված ճարպի 50-60%-ը դուրս է գալուց, իսկ մնացած 30-40% ճարպը անօթավորվելու է, կպնելու է մեր սեփական ճարպի շերտին, որը գտնվում է ենթամաշկային շրջանում եւ դառնալու է հավելյալ ճարպային շերտ։ Այսինքն մենք ունենալու ենք առաջին ծավալ, որովհետև կլայնացնենք, կհաստատենք ճարպային շերտը, որը մեզ կտա ծավալային փոփոխություն։ Եվ երկրորդը մենք ունենանք հաստ ճարպային շերտ, որը շատ սնուցում կտա մեր մաշկին։ Իսկ դա նշանակում է եւ ջուր, եւ սննդարար նյութեր, եւ վիտամիններ, եւ ածխաջրեր, այսինքն այն ամենը, ինչ մենք ունենք այսօր տիեզերքում։ Ճարպային բջիջը դա մեր սեփական գործարանն է, որը կարտադրի այն համապատասխան նյութերը, որոնք անհրաժեշտ են մեր մաշկին չծերանալու համար։ Լիպոֆիլինգը այլ պրոցեդուրաների հետ համակցելը մի փոքր պահանջում է զգուշություն, որովհետև եթե մենք անում ենք լիպոֆիլինգ, ապա այս դեպքում մեր առաջացրած ճարպային բջիջները մենք շատ զգուշորեն պետք է վերաբերվենք, չունենանք այն միջամտությունները ճառագայթային, որոնք տանում են ճարպը։ Այսօր մենք ունենք ասեղնավորման մի քանի տեսակներ, որոնք իրականացնելուց հետո մեր դեմքի ճարպային շերտերը հյուծվում են։ Այսինքն իրականացնելուց հետո հստակ տալիս ենք ցուցումներ հաճախորդին, թե ինչ կարելի է անել, ինչ չի կարելի անել։ Լիպոֆիլինգը անփոխարինելի միջամտություն է ինձ համար, ինչպես եւ բոտուլինոտոքսինը։ Դրանք երկու շատ առանձնահատուկ միջամտություններ են, որոնք ունեն իրենց հավասարը կամ նույնիսկ իրենց հասնող ինչ որ փոխարինումներ։ Լիպոֆիլինգը ասեցի, որ լինում է եւ դեմքի եւ մարմնի շրջանում, բնականաբար այսօր շատ հաճախ տեսնում ենք այդ լիպոսկուլտուրի ռվենիա, լիպոսակցիա, լիպոֆիլինգ, մարմնի կորեկցիա կոչված պլաստիկ վիրահատական միջամտությունը, որ շատ հաճախ են իրականացնում կանայք, այն գեղեցիկ արդյունք է տալիս, կինը շատ ավելի վստահ է իր վրա դառնում եւ այդ ինքնավստահությունը եւ գեղեցկությունը բնականաբար տալիս է կնոջը շատ մեծ երջանկություն։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ կրկին գնում ենք դեպի թատերաշխարհ եւ այսպես Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ։ Հանդիսատեսի դատին կհանձնվի Ալեքսանդր Կուպրինի Յամա վիպակի համանուն դրաման։ Ներկայացման բեմադրիչը Գոր Մարկարյանն է։ Ներկայացումը նախատեսված է 18+ անձանց համար։ Այո, նրանք ովքեր կարդացել են Կուպրինի Յաման, բնականաբար արդեն հասկանում են, թե ինչ գործ է բեմադրվել այստեղ, որովհետև ես օրինակ ինքս շատ վաղուց էի սպասում այս բեմադրությանը, այնպես որ արդեն սա իրականություն է։ Մեր հյուրերն են պիեսի բեմականացման հեղինակ Սոնա Մելոյանը, դերասանուհի Հայարփի Զուռնաչյանը, դերասաններ Մանվել Սարգսյանը եւ Միշա Հակոբյանը։ Բարի առավոտ։ Հրաշալի։ Կուպրին Յամա, հա, սա մի թեմա է, որը ոչ բոլորն են միշտ ռիսկանում բեմադրել եւ ներկայացնել։ Վերջապես իրականացավ այս ամեն ինչը։ Մի փոքր խոսենք հենց այս ամեն ինչի մասին։ Զուտ մտահղացումը Գորինն էր, որը պարզվում է 17 տարեկանից երազել է Յաման բեմադրել։ Եվ քանի որ Ռուսաստանի Ֆեդերացիայի մշակույթի նախարարությունը ունի հատուկ ծրագիր, որը կոչվում է Ռուսկի սեզոնը, որը ֆինանսավորում է ռուսական թատրոնները արտերկրում։ Եվ մեր Ստանիսլավսկու թատրոնը պարզվում է, որ շատ հրաշալի պարտնյոր է եղել այդ ծրագրին եւ արդեն 3-րդ տարին է ստանում է այդ ֆինանսավորումը։ Միակ պայմանը ծրագրի, որ դա լինի ռուս դասական գործ։ Եվ թատրոնը հրավիրեց Գոր Մարկարյանին, Գոր Մարկարյանն էլ որոշեց, որ վերջապես իր մանկության երազանքը պիտի իրականացվի։ Կերպարները շատ այսպես կոլորիտային են, շատ հետաքրքիր են, մի քիչ հասկանանք դրա բաշխումը, դե բնականաբար Գորի մատը խառն է այս ամեն ինչին, բայց ամեն դեպքում ինչպեսի վերաբերմունք անցանապես պիեսին, գործին ու կերպարներին։
Քանի որ ներկայացումը գրեթե պատրաստ է, պետք է ասեմ, որ ես ուղղակի հիանում եմ, թե ոնց Գորը կարողացավ այդ շատ խիստ դրամատիկ, նույնիսկ տրագիկ գործը դարձնել այսպես գիպեր թատերային, որովհետև մի կողմից դա իրոք պահեր կամ որ հաստատ հանդիսատեսը լաց է լինելու, մյուս կողմից կան ուղղակի շոու տեսարաններ, պլյուս շնորհակալություն ռուսական թատրոնի հատկապես դերասանուհիներին, որոնք ֆանտաստիկ երգում են, ինչպես պարզվեց, իսկ ներկայացումը ուղղակի հագեցած է այդ ժամանակաշրջանի ռոմանսներով, քաղաքային երգերով եւ այլն, պլաստիկան, պարերը, մի խոսքով առաջ չընկնենք, բայց ես կարծում եմ, որ շատ կայացած ներկայացում է եւ ապրի ամբողջ թիմը, որ աշխատեց ուղղակի սենց օր ու գիշեր, որտեղ ժամկետները սուղ էին, այնպես ստացվեց։ Դե ձեր տպավորություններով էլ կիսվեք, փորձերը ինչպես անցան հիմա արդեն երբ պատրաստ է ներկայացում, ինչ սպասելիքներ կան։ Զիզի չմեկի։ Ladies first։ Դե փորձեր անցան շատ բուրըն, շատ հետաքրքիր, դեռ շարունակվում են, մենք ունենք դեռ ժամանակ, եթե մինչև գիշերը 1-2-ն ենք փորձում, ոնց հասկանում եմ, այս քանի օրը մինչև լույս փորձելու ենք, որովհետև Գորը այնպիսի ռեժիսոր է, որ մի օր գալիս է արեց, այս տեսարանը հաջորդ օրը մոռացեք։ Ու ուրիշ բան է ինքը անում, մինչև այսօր ինքը բաներ է փոխում, դեռ ինքը այդ պրոցեսների մեջ է, հավաքված են շատ լավ դերասաններ, ես համարում եմ բոլորին այդպիսին, որովհետև բոլորը ցանկություն ունեն լավ բան ստեղծելու ու լավ բան ստանալու։ Եթե դա արդեն կա, ինձ թվում է, որ ռեժիսորին դա օգնություն է, որ ավելի ու ավելի լավ ներկայացում լինի, որովհետև բոլորը կապ չունի դա իրենց ֆունկցիայի մեջ մտնում է, չի մտնում, բոլորը ձգտում են, որ դա լինի շատ լավ ներկայացում, այնպես որ մնացածը կարծում եմ հանդիսատեսը կնայի ու կասի, ինչպեսի կարծիք ունի։ Ըստ ձեզ Այո, իրոք բոլորս շատ ենք սպասում առաջնախաղին, գրեթե ինչքան ժամանակ ենք փորձում, երևի 1 ամիս, 1 ամսից շատ փորձում ենք, հա, 2 ամիս եւ բոլորս կենտրոնացած, բոլորս իրոք սպասում ենք եւ հիշեցնեմ դեկտեմբերի 16-ին 19:00-ին բոլորին հրավիրում ենք ցանկացողներին եւ ոչ ցանկացողներին։ Այո։ Ինք առաջինն է։ Եկեք եւ դիտեք այդ մեծ իրոք ծավալի աշխատանքը, որը որ մենք փորձել ենք շատ մաքսիմալ լավ անել։ Կարծում եմ ստացվել է։ Որ կերպարներին եք մարմնավորում։ Լյուբա, Լիխոնին, Գորիզոնտ։ Իրականում ես ուզում եմ մի հատ փոքրիկ բան ասել, փորձերի հետ կապված, այնպես է ստացվել, որ ես կամ ներկայացման սկզբում եւ արդեն ներկայացման վերջում, այսինքն փորձերի ինչ որ փուլ ես բաց թողեցի ու երեք գնացի ու տեսա ինչքան ոնց են կարողացել 20, չէ, ավելի քիչ 10 օրում մի ամբողջ երկրորդ գործողություն բեմադրել ու չնայած որ թատրոն նաև տեխնիկական աշխատանքներ են գնում վերանորոգման հետ կապված փորձերին զուգահեռ մի խոսքով սենց շատ բուրըն ու ես նայում եմ ներկայացում կարող եմ արդեն ասել որովհետև իսկապես ներկայացման մակարդակի է ընթանում փորձը շատ հուզիչ այդ կոնտրաստը որ ստացել են իսկապես այդ պլաստիկ տեսարաններից հետո ուրախ զվարթ շատ հիասքանչ տեսարաններից հետո մեկ էլ շատ ուժեղ դրամատիկ կտոր ու սենց իսկապես այդ զգացողությունները ինձ թվում է հենց այնա ինչ թատրոնը պիտի տա հանդիսատեսին ու ես վստահ եմ որ հանդիսատեսը վերցնելու է այդ զգացողությունները ու ասելու է ինչ լավ է որ թատրոն կա որ թատրոնը կենթանի է ու ժամանակակից է ու դրա համար շատ ուրախ եմ Եվ ձեր համագործակցությունը ինչպես ընթացավ, ինչպես ստացվեց, հեշտ էր, բարդ էր Գորի հետ, չէ, դերասանների միջև համագործակցությունը, խաղընկերների հետ։ Մենք հիմնականում բոլորս առաջին անգամ չէ որ միասին աշխատում ենք եւ կարելի ասել որ արդեն ինչ որ ձև սովոր ենք իրար, հա, աշխատելու ոճին միմյանց, այնպես որ լավ ստացվեց։
Այո, թատրոնը կոլեկտիվ արվեստ է, եւ այս դեպքում իհարկե թիմը հավաքվել է, ճիշտ աշխատում է, ողջուններս Գոռին Մարգարյան եւ բնականաբար այն ինչ որ անում է Գոռը միանշանակ շատ հետաքրքիր է ստացվելու, այնպես որ անհամբեր ենք հեսա պրեմիերային, ես ինքը շատ անհամբեր եմ սպասում, այնպես որ կվայելենք, ուզում ձեզ մաղթել հաջողություններ։ Պրեմիերան նորից հիշեցնենք Դեկտեմբերի 16-ին։ Դեկտեմբերի 16-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում արդեն իսկ կարող ենք վայելել Կուպրինի Յաման։ Ուզում եմ ձեզ նվիրել Սարգոն, Կարմիր չոր գինին, պրեմիերայից հետո բացեք։ Ստված այսօր ենք ուզում գինով Կարող եք այսօր բացել, բայց ես ասում եմ ավելի լավ կլինի պրեմիերայից հետո, որպեսզի կարողանաք այդ տպավորությունները եւ զգացմունքները փոխանցել եւ ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ, արև բացիկներ, որոնք ամանորի համար են հատուկ եւ այստեղ ամանորյա երգերից բառեր են։ Այնպես որ նվիրեք ձեզ համար սիրելի ու հարազատ մարդկանց եւ իհարկե վայելեք ամանորը միասին, սա ձեզ, այնպես որ վայելեք եւ թող տոնը լինի թատրոնում, որտեղ թատրոնն ինքն իր տեսակով արդեն իսկ տոն է։ Շնորհակալություն։ Մեծ հաջողություններ ենք։ Շատ շնորհակալություն։ Դիպուխենի պիրա։ Զբոգը ակչորտվիզ։ Լինի կարճատև դադար մեր եթերում, բայց հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտ։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր շատ հյուրաշատ եթերը մոտենում է իր ավարտին, բայց մինչև այդ մենք իհարկե չենք կարող չանդրադառնալ բոլորիդ կողմից շատ սիրված դարձած էջին։ Օֆիկը եւ Դավիթը էջն է հիմա մեր եթերում։ Այ մարդ, բան չմնաց էս ամանորին, մի քանի օրից նոր տարի է։ Այն ունիկն էլ ինքան հեսա կուշացնի փողը, չի ուղարկի։ Ռուբլու կուրսը իջնի, ոչ մի բան չկարենա մարնեմ, ու կսկսվի մի խառնաշփոթ իրադարձություն, խցանումներ, այն չտես մարդիկ, որ խանութ են մտնում ու ամբողջ խանութը թալանում, թե այս աշխարհի վերջն է, ինչա, ամանոր է էլի։ Բարև ստիկին Օֆիկ, ինչ եք առավոտ կանուխ ձեզ ջղայնանում։ Առավոտ կանուխ Դավ ջան, հիշել եմ թե ինչ տորնադոյա մեզ մոտենում հայկական նոր տարի։ Բայց ինչի դիկին Օֆիկ, չեք սիրում այդ հրաշքների սպասումով տոնը։ Չէ, սիրում եմ, ոչ չեմ սիրում։ Ուղղակի որ հիշում եմ ամբողջ տարի չարչարվում, աշխատում, տանջվում, էփում թափում ես, որ գազ հասնես այսօրվան ու մի հատ նոկաուտ լնես։ Իսկ ես սիրում եմ ամանորը տիկին Օֆիկ։ Այն ինձ համար մանդարինի ու նուշի բույր ունի եւ յուրաքանչյուր տարի անհամբերությամբ սպասում եմ Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառը մոտիկից տեսնելուն։ Մեզ մոտ գյուղում նման հրաշք չկա։ Բոլորը պետք է գան եւ տեսնեն այդ փայփելուն հրաշքը։ Դե Դավիթ ջան, ես էլ կուզեի լինեի մանուկ, հոգսեր չունենայի, ամուսնացած չլինեի։ Վայ, հա, Դավ ջան, տեսել եմ, եղևնին սկսել են զարդարել։ Բայց դա ինքան մեծ է։ Չգիտեմ, այս տարի կավարտեն թե չէ։ Տիկին Օֆիկ, դեկտեմբերի 14-ին Հանրապետության հրապարակում կվարվեն գլխավոր տոնածառի լույսերը։ Բացի այդ, կցուցադրվի ամանորյա մյուզիկլ եւ տեղի կունենա հրավառություն։ Գլխավոր տոնածառի ճյուղերն ու լույսերը այս տարի նոր են, ու ես անհամբեր եմ տեսնելու վերջնական արդյունքը։ Ոյ, Դավ ջան, ո՞նց ես դու կարողանում ինձ ամեն անգամ զարմացնել քո տեղեկատվական նորություններով։ Հուսով եմ, այս տարվա ամանորի հրաշքը ձյանից կողքով չի անցնի։ Լսում ես, Դավիթ տղա։ Աչքիս ես այս տարի ձմեռ պապից ձյանի համար ամուսին ուզում, թե չէ բրծում չկա։ Ինչ։ Ոչինչ։ Դե մոտեցավ ավարտին մեր այսօրվա ծրագիրը, շնորհակալություն բոլորին, շնորհակալություն Իջևանի գինու գործարան իր բրիզով եւ շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ հետ են մեր եթերների ընթացքում։ Իսկ վերջում Սոնա Այս ամենը պատրաստված էր իհարկե սիրով։